Սիրակի իմաստությունը 29 է, փոխտվության մասին, ով ողորմություն է անում, նա փոխ է տալիս մերձավորին, ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները, մերձավորիդ փող տուր ժամանակին, հաստատ պահիր խոսքդ, հավատավիմ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը, շատերը փող վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին, մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին, վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից, եթե փոխատուն կարողանա տվածի հազիվ կեսը հետ առնել, ապա այն կհամարի գտած բան, իսկ եթե չկարողանա, կզրկվի իր ունեցվածքից, և նրան զուր տեղը թշնամի կդարձնի իրեն, սա էլ անեծք և բամբասանք կհատուցի, և պատիվ տալու փոխարեն կանարգի նրան, արդ, շատերը նման չարության պատճառով երես են թեքում և զգուշանում զուր տեղը զրկվել ունեցվածքից, ողորմության մասին, սակայն դու աղքատի նկատմամբ բարեհաճ եղիր և նրան մի ուշացրու ողորմությունդ, իսեր պատվիրանի ձեռքդ մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի վերադարձրու նրան, արծաթը ծախսիր եղբոր և բարեկամի վրա և մի թող որ ժանգոտվի քարի տակ ի կորուստ, քո գանձն օգտագործիր համաձայն բարձրյալի պատվիրանների և դա քեզ օգուտ կլինի ոսկուց ավելի, ողորմություն հավաքիր քո շտեմարաններում և այն կփրկի քեզ զանազան չարչարանքներից, թշնամու դեմ կճակատի քեզ համար հզոր վահանից և ծանր նիզակից ավելի, երաշխավոր լինելու մասին, բարերար մարդը երաշխավորում է իր մերձավորին, իսկ ով կորցրել է ամոթը, կթողնի նրան, մի մոռացիր երաշխավորողի շնորհը, քանզի նա իր անձը տվեց քեզ համար, մեղավորը վատնում է իր երաշխավորողի բարիքը և սրտով երախտամոռը կլքի իր փրկարարին, երաշխավորությունը բազում հաջողակների կործանեց և նրանց ցնցեց ծովյալիքների նման, հզոր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից և նրանք դեգերեցին օտարազգերի մեջ, իր շահին հետամուտ մեղավորը, որը երաշխավոր է դառնում, դատաստանի մեջ կընկնի, պաշտպան եղիր մերձավորին ըստ քո կարողության և զգույշ եղիր, որպեսզի չլինի, թե ծուղակ ընկնես, պանդուխտի թշվառությունը, մարդու կյանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է և տունն է, ուր նա ծածկում է իր ամոթը, լավ է աղքատի ապրուստը իր գերանապատ հարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը, գոհ եղիր թե շատից և թե քչից, թշվառ կյանք է տնից տուն փոխադրվելը, ուր պանդխտես, չես կարող բանալ բերանդ, հաց և ջուր կտաս, շնորհակալություն չես ստանա և դեռ ավելին, այսպիսի բաներ կլսես, եկ, օտարական, սեղան պատրաստիր և ինչ որ քո ձեռքին կա, կերակրիր ինձ, դուրս գնա տնից օտարական, պատվավոր մարդ է հյուր եկել, իմ եղբայրը հյուր է եկել, տունը պետք է ինձ, այս բոլորը ծանոթ են այն մարդու համար, ով հոգի ունի, անարգված ծառա է և կրում է փոխատուի նախատինքը,